Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող 32 վիրավոր զինծառայողներից 10-ի վիճակը ծանր է, ևս 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։ Ժամեր առաջ Ղարաբաղից Երևանի հոսպիտալ տեղափոխվեց ևս մեկ ծայրահեղ ծանր վիրավորումով զինծառայող։ Ղարաբաղյան շփման գծում բախումների հետևանքով վիրավորված զինվորներից 5-ն էլ նեղ մասնագիտական բուժում են ստանում Երևանի այլ հիվանդանոցներում։ Կենտրոնական զինվորական հոսպիտալում այսօր 19-ամյա Դավիթ Գրիգորյանը լրագրողներին պատմեց, թե ինչպես է զրկվել միանգամից 2 ոտքից։ Պայթեցի, տեսա, որ 2 ոտքս չկա, մի ոտքով իմ հենց շալվայից գոտով կապեցի, իսկ մյուս ոտքով բացինքի շնուրկը։ Դասակ էր հրամանատարն ինձ այնտեղից անել։ Ջոգում է, էլի քարա բանա ջոգում է էդի, տեսա բավականը հանեցի կողոց դրեցի, որ չպայթեցի ձեռքով։ Հա ցավ չէի ընդհանրապես չէի զգում։ Ժամկետային զինծառայող Արման Ավետիսյանի ոտքի տակ պայթած նռնակը կտրել է նրա մեկ ոտքը, ասում է լարված էր, ցավ չի զգացել, փորձել է կանգնել, բայց ընկել է, որովհետև ձախ ոտքն արդեն չկար։ Գնացի դասակից հրամանատարին հետ բերելու առաջնագից, ոտքից տակ նռնակ գցեցին, պայթեց, հետո ինձ իջեցրին գետնատանակ։ Դուք հենց տեղում հասկացաք, որ ոտքը արդեն։ Հենց պայթավ, կանգնավ, հանգա գետնին, հետո ձեռ տվեցի, որ զգացի ոտքս չկա։ Նույն հիվանդասենյակում էր պառկած նաև ժամկետային զինծառայող Նարեկ Վարդումյանը, արկի բեկորները վնասել են նրա կոնքը։ Առաջնագծում մարտնչող ընկերներին տեսախցիկի առջև խոստացավ, ապա քինվելուն պես վերադառնալ դիրքեր։ Զորամասի տարածքում էինք, մենք արդեն նոր օգնական ուժ էինք մեկտենք դեպի վերև։ Այս ժամանակ գրադիապուսները դեպի մեր կողը տենց տրակեց, բեկորները տենց մտավ կոնքս։ Ես ասեմ, ամենակարևորը իրանց հիմա պետքա սիգարետ ամենակարևորը իրանց դուխ, առողջություն ուշադրել են։ Եթե հիմա ձեր ընկերները ձեզ լսելու լինեին, ինչ կուզեիք իրանց ասել։ Ասում տղեկ ջան, ցավը տանեմ, դուք հիմա տեղեք մենք ստե հանգիստ պարկած ենք։ Դիմացեք մենք էլ ենք հեսա գալի։ Առաջնագծում մի պատար հացի համար ժամանակ գտած Բենիկ Եղիազարյանը չի էլ հասցրել մոտենալ դիրքեր սնունդ մատակարարող մեքենային։ Պայթյունից վիրավորվել է ձեռքը, բեկորները վնասել են մարմնի տարբեր հատվածներն ու փշրել ատամները։ Սնունդի մեքենան եկավ կանգնած, պետք է սնունդ ստանայինք։ Գնացինք սնունդը ստանալու, դրանց առաջ էլ ականատուփ կրակում էին, բայց հեռու են ընկնում պոստից։ Հետո սկսեցին միանգամից մեքենայի կողմենա, մեկ էլ մեքենայի վրա կրակել։ Հենց առաջի ստեղած որ ընկա մեքենայի կողը, միանգամից 5 հոգի վիրավորվեցինք։ Կենտրոնական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը ցույց տալով վիրավոր զինվորների մարմնից հանված բեկորները ցավով նշեց, որ չեն կարողացել նրանցից մեկի ոտքը փրկել։ Սրանք բեկորներ են, երկրորդային բեկորներ են, բոլորը հանվել են կոնքազդրային հոդից եւ կոնքից, ոչ, 2 զինվորից։ Մենակ այս մի գնդակում մոտից հանել ենք, ցավոք սրտի նա ձախ ոտը կորցրել է։ Որտեւ նա վիրավորվել է համ գրանատոմյոտից, համ էլ իրանց կրակահերթից։ Պաշտպանության բուժվարչության պետ գնդապետ Կամավոր Խաչատրյանն ասում է, վիրավոր զինվորների մեծ մասը պատրաստ են դիրքեր վերադառնալ։ Մենք գտանք, որ անհրաժեշտություն չկա, որպեսզի վիրակապով զինվոր մենք ուղարկենք առաջնագիծ։ Պատմեց նաև, որ բժիշկներն առաջնագծում 2 բացառիկ պլաստիկ վիրահատություն են կատարել։ Մենք կարողացել ենք նաև այդ պայմաններում կատարել 2 պլաստիկ վիրահատություն, անոթների վերականգնման, որի արդյունքում ստորին վերջները պահպանվել են։ Գնդապետ Խաչատրյանն ասաց, 121 վիրավորներից բժիշկները միայն մեկի կյանքը չեն կարողացել փրկել, բոլոր օրգանները վնասված են եղել։